Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն նախագահ, եւ այդ Վաշինգտոնյան փաստաթղթի հետ կապված ի վերջո Ալիևը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Փորձենք հասկանանք հիմա Թրամփի ուղի թե Զանգեզուրի միջանցք։ Բայց մենակ Ալիևն է դա անվանում։ Բոլորն բացի այսօրվա Հայաստանի կառավարչից բոլորը դա Զանգեզուրի միջանցք են անվանում։ Բոլորը այդպես են, այսինքն ադրբեջանցիները, թուրքերը, վաղուց են դրա մասին խոսել։ Բայց ժամանակ չեն ասել, չէ, վերցնենք մեկի անունով դնենք, մյուսի անունով դնենք, Զանգեզուրի միջանցք է։ Այսինքն ես դեմ չեմ ուրիշ ժողովուրդների անվտանգության ապահովմանը, իրենց երազանքները իրականացնելու ձգտումը, բայց այդ երազանքները իրականացնելու ձգտումը չպետք է մեկրալուչներին չնշի։ Այսօրվա Հայաստանի կառավարիչն ասում է ուզում եք Թուրանը միանա, դե միանա թող։ Այսինքն չեմ հասկանում ինքը որ երկրի կառավարիչն է, անկեղծ չեմ հասկանում, որ ժողովրդի ներկայացուցիչն է։ Պարոն նախագահ, նաև խնդրեմ անդրադառնաք Միքայել Սրբազանի ազատազրկմանը, տատանը 2 տարի 6 ամսով ազատազրկեց հոգևորականին, փաստացի խոսքի համար թեև նշում են, որ իշխանազատման կոչ արել, պաշտոնական մեղադրանքն այդպիսին է։ Ձեր վերաբերմունքը այս որոշմանը եւ առհասարակ հայ առաքելական եկեղեցու շուրջ չդադարող թիրախավորման։ Բայց ես արդեն մի անգամ անդրադարձել եմ եւ ասել եմ, որ ուղղակի դա անհետեցություն է։ Ոչ միայն խոսքի համար բանտ նստեցնելը, այլ այդ խոսքը նույնիսկ տեղ չի հասել, ես ասում եմ Միքայել Սրբազանին, ես վերջին 7 տարիների ընթացքում հնարավորություն չեմ ունեցել շփվելու։ Այսինքն Միքայել Սրբազանը այնքան միամիտ է, որ հրապարակավ ինձ կոչ է անում, որպեսզի ես մի գեներալ գտնեմ, որպեսզի ռազմական հեղաշրջում լինի։ Դա խոսքը ասել է։ Այդ ասելու համար, որ նստեցնելը լավ է, մեր իշխանության ժամանակ ինքը 140 անգամ կարող է նստել։ Ինքը Ինքը ո՞վ։